Ողջույն բոլորին, սիրելիներս, այսօր մեզ մոտ 3-րդ ադվենտն է եւ այսօր այդ առիթով Գայանչիկենց դպրոցը մեր քաղաքի եկեղեցում համերգ է կազմակերպել, որտեղ որ Գայանչիկը պետքա երգի եւ այսպիսի հագուստով պետքա ներկայանա։ Այդպես սիրելիներս, դա այդ մաս։ Հիմա այստեղ արդեն ցույց եմ տալիս պատրաստի իմ խմորեղենները, քանի որ ժամանակի սղության պատճառով ես առանց ձեզ եմ պատրաստել, որովհետև աշխատանքի հետ մեկտեղ խմորեղեն պատրաստել եւ հետներ նկարել ամբողջ ընթացքը դա բավականին երկար գործընթաց է։ Դրա համար առանց ձեզ եմ պատրաստել։ Ուրեմն պատրաստել եմ կապուչինո մեղրով, տղամարդու իդեալ, նուտելա, փախլավա եւ պետք է պատրաստեմ նաեւ Նապոլեոն։ Ինչևէ սիրելիներս, սա խմորեղեններից մասը։ Հիմա էլ ուզում եմ ձեզ ցույց տալ, նոր քիչ առաջ իմ հարևանուհին եկավ եւ ինձ նվեր ա բերել։ Դա այն հարևանուհին է, որ հաճախ է ինձ նվերներ անում, ինքը միայնակ ապրող կին է, ես էլ իր համար միշտ խմորեղեններ կամ համեղ ուտեստներ, որ պատրաստում եմ, անպայման իրեն բաժին եմ հանում, որտեվ ինքը ոչ ոք չունի, լրիվ միայնակ է ու իմ համար, իմ խղճի հանգստության համար ես իր համար անպայման ինչ որ մի համով բան բաժին եմ հանում։ Ինքն էլ որպես շնորհակալություն այսպիսի բաներ անում, ծաղիկներ ա ինձ բերում, միրգ բանջարեղեն ա բերում, որտեվ ինքը այդպիսի խանութում աշխատում։ Այստեղ ինձ մոմ ա բերել նոր տարվա, մեկ էլ շատ հաճելի բացիկ, որտեղ գրված էր շնորհավորանքներ։ Այդպես սիրելիներս, այս մոմն էլ տեղ գտավ այստեղ, անցյալ տարվա իմ մոմը վերջացել էր եւ այս պաստավկան տակի պաստավկան դեն չէի նետել, ափսոսել էի եւ այս մոմը իր տեղը գտավ։ Սիրելիներս, այստեղ մեզ մոտ մի շաբաթ անցել է, արդեն 4-րդ ադվենտն է եւ 4-րդ ադվենտի կապակցությամբ տանը մի փոքր պատրաստություն եմ տեսել։ Ուզում ենք այս տարի վերջին անգամ մի հատ մեր տանը ընտանիքով հավաքվենք, գեղեցիկ սեղան պատրաստենք, նստենք, զրուցենք, որովհետեւ վաղը արդեն գնալու է։ Կգնանք քույրիկենցս տուն, այնտեղ գերմանական սուրբ ծնունդը կանեն, այնուհետև կգնանք հանգստի։ Հիմա այստեղ արագ-արագ Գայանչիկիս հետ սեղանն ենք ուզում պատրաստել, նաև պատրաստելու ենք այսօր ապֆելփունջ։ Ապֆելփունջը հենց պատրաստի գնել ենք, պարզապես պետք է մի փոքր տաքացնել եւ լցնել բաժակները։ Դե ինչ սիրելիներս, գնանք միասին գեղեցիկ սեղան պատրաստենք։ Զգուշ մազերդ մենակ վառես մոմից։ Կաներա դասավորի սիրում։ Անձեռոցիկներ տամ։ Եմունքները երկու շաբթի մասին։ Երկու շաբթի, որ ոչ մի բան հա։ Քնձորի սուրկը որ գալի է հոտով։ Եթե պակասի կարող ցնցավ լացենք, հա։ Չէ, բայց էսի լավ էլ ցինտը կա, ամեն չկա, ապֆելփունջը առանց ալկոհոլի, հատ ցույց տամ էլի։ Հայսավին թափել դիմին համարյա։ Նույն բաներն եմ։ Այն ապֆելփունջի մեջ ցինտ չկար, դրա համար չորսեր։ Ասո, դող այնա մեջ Ահա սիրելիներս, այստեղ արդեն արագ-արագ փաթեթավորել եմ ամանորյա եւ սուրբ ծննդյան նվերները, որպեսզի արդեն վաղը շարժվենք դեպի քույրիկենցս տուն։ Ահա սիրելիներս, մեզ մոտ արդեն հաջորդ օրն է, մենք ընկել ենք ճանապարհ, ուղևորվում ենք դեպի քույրիկենցս տուն, հասնեմ տեղ, այնտեղից նորից կմիանամ, քանի որ այս ճանապարհը արդեն անգիր է կարել, նույն ճանապարհը մի 1000 անգամ նկարել եմ, դրա համար որպեսզի ձեզ չձանձրացնեմ, այստեղ կընդմիջեմ, հասնեմ տեղ, այնտեղից նորից կմիանամ ձեզ։
Սիրելիներս, մենք արդեն քուրիկենցս տանն ենք, հանդիպել ենք, ընտրել ենք, այնուհետև նորից պիցաներ ենք պատվիրել, այստեղ երեխեքը խաղ են խաղում, այնտեղ գազօջախին խաշն է, քանի որ պետք է խաշ պատրաստենք, միասին պետք է խաշ ուտենք, հազիվ հանդիպել ենք, ոնց կարող ենք այդ առիթը բաց թողել և միասին խաշ փարթի չանենք, այստեղ հիմա խաշը վրան է, երեկոյան մի ամբողջ գիշեր կեպվի, վաղն առավոտյան արդեն պատրաստ կլինի։ Բարի լույս բոլորին, սիրելիներս, մեզ մոտ առավոտյան ժամը 10 է, վերջապես բոլորն արթնացել են և հիմա խաշի ժամն է, երեխաները բնականաբար մեր հետ խաշ չեն ուտում, բացի Հայկոյից, Հայկուն շատ է սիրում խաշ, այդպես սիրելիներս, հիմա մենք մեր խաշը կհամտեսենք, այնուհետև կգնանք քույրիկենցս քաղաքի եկեղեցին, քանի որ այսօր ամսի 24-ն է դեկտեմբերի Հայլիկ Աբենտն է, այդպես ասեմ գերմաներենով, պետք է գնանք եկեղեցի, մասնակցենք պատարագի, այնուհետև կվերադառնանք տուն և մենք էլ կպատրաստվենք Սուրբ Ծնունդին, իրականում նվերները դեկտեմբերի 25-ին են ստանում երեխաները, մենք 24-ին կհանձնենք, քանի որ 25-ին վաղը արդեն թե մենք թե քույրիկենքս գնում ենք հանգստի, մենք գնում ենք Լյուքսեմբուրգ, իրենք գնում են Բեռլին։ Այնուհետև հանգստից հետո կվերադառնանք և միասին այստեղ ամանորը կնշենք։ Շատ տոնածառ են դրել։ Հələ գնանք նայենք։ Դինոից մեծ է այդ տոնածառը, մի հատ է հեսա։ Էսի մեկ, որ դրել են։ Հա, այն մեկը ավելի մեծ է։ Հələ գնանք նայենք։ Սրա վրա խաղալիքներ չկա, մենակ լույսեր է։ Գիշերով ավելի սիրուն կլինի։ Ստեսաղ ռեստորաններ են, դոմիկներն են էլի։ Ինչն են բաց։ Փակեր են ժամանակ էսի։ Հա, լար մի հատ էս դոմիկները նայենք, ինչ սիրուն է։ Այն ժամանակ ստե չէր, բայց այն խորքներ։ Հələ նա ինչ սիրուն է, բայց փակ է այսօր։ Վայնախտն է այսօր։ Փունշ են ստե ծախում, փունշ ուտեն է։ Եկա իմ տղա, գնացինք։ Շուշուտ նայենք։ Նայ, բայց ստեղ վայնախսմանը կա։ Խի են հավաք է տոնածառը։ Հա, ես հիշում եմ, մեծ տոնածառ էր ստեղ լինում, այս տարի չկա։ Հա, ոչինչ լավ, հիմա գնանք եկեղեցի, քանի որ այսօր Սուրբ Ծնունդն է։ Այստեղ մի հատ մեծ տոնածառ էր լինում։ Հələ նա ինչ բուջուր են դրել, Դավիթ, խի, այս տարի խի չեն զարդարել։ Հեսա որ փոքր տոնածառ է։ Այն վաղ հիշում ես Հայկո ինչ մեծ երկար։ Հա, ում հետ։ Ում հետ։ Ում հետ։ Մի հատ էլ ասա, չեմ հասկանում։ Այս բանի արձանի ընկերիդ հետ ես նկարվել։ Գելը մի հատ եկեղեցու դուռը բացի տենանք, ոնց է բացում ձեր եկեղեցին։ Ստեղ չի, վայ։ Հələ ձևը Հայկո մի հատ դու տես սխմի, ձևն է սովորացնում քեզ։ Մի հատ սխմի Հայկո։ Սխմի։ Տեսար ոնց դուռը բացվեց։ Օրոր, լիքը մարդ կա։ Պատարագա։ Որտև առենք, այս վերև եկեք։ Հա, Դավը տենց բաներ էլ գոյություն ունի։ Հա, ասես բան կա, որ կարաս սրա միջոցով առես։ Մենք այստեղ եկեղեցուց վերադարձել ենք տուն, հիմա պատրաստում ենք խորոված անելու, խորովածի միսը հիմա համեմում ենք։
Կթողնենք միսը այդպես իր աղով համեմունքով կմնա, այնուհետև կգնանք կրակը վառելուն։ Բացի խորովածից նաև պատրաստել ենք քյաբաբներ, մի փոքր մուգ է երևում հեռասով, բայց իրականում ինքը շատ համեղ էր ստացվել, հավի քյաբաբներ էր։ Հիմա այս խորովածի միսները տանենք, խորովենք, այստեղ արագ-արագ լավաշներն են կտրատում։ Իդեպ նշեմ, այս լավաշները այստեղ Դորտմունդից ենք պատվիրում, հայտնի Խաչիկից, չգիտեմ, այստեղ բոլոր հայերը ճանաչում են իրեն։ Շատ համեղ լավաշներ ու բավականին մեծ լավաշներ, մեզ շատ է դուր գալիս, ամեն անգամ իրա մոտ ենք պատվիրում ու իրենք բերում են, հասցնում են մինչև տուն։ Այդքանը լավաշների մասով, այստեղ արդեն խորովածը պատրաստ է, հիմա գնում ենք, որպեսզի նշենք Սուրբ Ծնունդը։ Սեղան նստելը պետք է երեխաների Սուրբ Ծննդյան նվերները հանձնենք, արդեն տոնածառի տակ են նվերները, բայց հետո փոշմանեցինք, որոշեցինք, ասենք, երբ որ երեխաները հաց կուտեն, այնուհետև կստանան նվերները, որովհետև երեխաները, որ ընկնում են իրար, հաց չեն ուտում, ամբողջ օրը սոված են անցկացնում։ Հիմա դրա պատճառով նստել են սեղանի շուրջ եւ իրենք են հաց ուտում։ Հացից հետո կստանանք նվերները, որտեղ բոլորս ունենք նվերներ, միայն երեխաները չէ։ Այդպես սիրելիներս, հիմա գնանք արդեն ժամանակն է նվերները ստանալու։
Սրանք էլ իմ նվերներն են, այստեղ ստացա տնային հողաթափեր և ականջակալեր, իմ ականջակալերը արդեն հնացել էին, ինձ հարկավոր էր նորը, այստեղ նորն եմ ստացել, հիմա բացենք ու նայենք, իմ համար էլ էր անակնկալ սա, ականջակալերը ամուսնուս կողմից եմ ստացել, իսկ հողաթափերը քույրիկս էր նվիրել, այդպես սիրելիներս, մնացածի նվերները դե արդեն տեսաք ով ինչ ա ստացել, քրոջս ամուսինը նույնպես հողաթափեր էր ստացել, ու էլ ինչ-որ նվերներ, իսկ իմ ամուսնուն ես նվիրել էի խելացի ակնոց, այսինքն արհեստական բանականությամբ ակնոց, Ray-Ban ֆիրմայի է, ինքը համ նկարում է, համ վիդեո է անում, համ կարող ես երաժշտություն լսել, համ թարգմանում է, եթե ինչ-որ մի բան չես հասկանում, ակնոցների աչքերիդ հարցնում ես ակնոցին, թե ինչ է տվյալ առարկան կամ ով է տվյալ անձը, նա քեզ հանգիստ պատասխանում է ու դա միայն դու ես լսում, շուրջ բոլորը ոչ ոք չեն լսում։ Դե ինչ սիրելիներս, եկեք այսօրվա վլոգը ավարտին հասցնենք, այսօր ձեզ հրաժեշտ տամ, իսկ մենք կհանդիպենք վաղը նոր ու հետաքրքիր տեսանյութով։